Մայիսի 9-ին մեծ հայրենականի 70-ամյա հաղթանակին և Շուշիի ազատագրման 23-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումները Վանաձորում ծայր առան հայքի հրապարակից։ Երիտասարդների հաղթական քայլարշավը հրապարակից ձգվեց դեպի անմահ զինվորի հուշարձան։ Մայիսյան հաղթանակները բոլորիս հպարտությունն է և մենք երիտասարդ սերունդին փորձում ենք նմանատիպ միջոցառումներով դաստիարակենք ուրեմն մեր նախնիների անցած ճանապարհը գնահատելու մեծ իմաստը, մեծ խորագիրը եւ նման շքերթները կարևորում ենք նրանով, որ քաղաքում նշենք այս ամենը ավելի տոնական տեսք ստանա եւ մարդիկ տեսնելով մեկ անգամ եւս իրենց մեջ զգան հաղթանակի այս կարևորությունը եւ բերկրանքը։ Ես նախ ուզում եմ շնորհավորեմ առաջին հերթին մեր վետերաններին, խոնարհվում եմ նրանց առաջ, նրանց գործած սխրանքի առաջ եւ շնորհավորում եմ մեր ողջ հայ ժողովրդին, հայ ազգին նման հաղթանակներ պատմության մեջ գրանցելու առիթով։ Հաղթական եռատոնին մասնակցում էին մարզային և քաղաքային իշխանությունները, մեծ թվով երիտասարդներ, կրթամշակութային ու մարզամշակութային օջախներ։ Ուրախալի է, որ մասնավորապես երիտասարդ սերունդը ակտիվ մասնակցում է եւ այս հաղթական քայլով մենք ասում ենք, որ հայրենական մեծ պատերազմը շատ կարևոր տեղ ու նշանակություն ունի ընդհանրապես հայ ազգի համար։ Օգտվելով առիթից շնորհավորում եմ բոլորիս 70-րդ հոբելյանական տարելիցի կապակցությամբ շնորհավորում եմ մեր հավաք սերնդի բոլոր ներկայացուցիչներին, հայրենական պատերազմի եւ աշխատանքի վետերաններին, ցանկանում եմ իրենց առողջություն, երկար տարիների կյանք եւ միշտ հաղթական եւ ուրախ տրամադրություն։ 70 տարի առաջ մեր պապերը պարգևեցին այս ազատությունը։ Մեր պապերը պարգևեցին մեր այս հզոր հայրենիքը, որի համար մենք երախտապարտ ենք, որի համար մենք խոնարհվում ենք այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն այս հպարտ երիտասարդներին։ Ես շնորհավորում եմ բոլոր վետերաններին, բոլորին անխտիր։ Սա մեր հաղթանակն է, բոլորիս հաղթանակ, հավերժ փառք դրանց, ովքեր որ տվեցին իրենց կյանքը հանուն այս հպարտ քայլերթին։ Անմահ զինվորի հուշարձանում երիտասարդների հաղթական քայլերթը ընդունեցին մեծ հայրենականի վետերանները։ Եռատոնի արդիվ շնորհավորեց և օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդը։ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, երկրաբախ կամավորականներ, բժիշկներ, գիտնականներ, մանկավարժներ, մտավորականներ, ուսանողներ և աշակերտներ այսօր համախմբվել ենք այս ուխտավայրում փառք, պատիվ մատուցելու մեր նահատակների հիշատակին։ Մենք համախմբվել ենք տոնելու, թե երկրաբախ կամավորականների տոնը, և թե Շուշի հաղթանակը, ազատագրումը, և թե հայրենական մեծ պատերազմի 70-ամյակը։ Մայիսյան հաղթանակների գեղեցիկ շքերթ, որ սկիզբ է առնում դեռևս ավարայրի ճակատամարտից մայիս 26-ին և ապա շարունակում քարերի կտրվածքով դեպի Սարդարաբադ, Բաշ-Շաբարան Ղարաքիլիսա և Արցախյան գոյամարտ։ Փառք ու պատիվ մեր նախնիներին, մեր ներկա սերունդներին, ովքեր մեզ պարգևեցին այդ հպարտությունը, վերականգնեցին այն արժանապատվությունը, որ կոչվում է հայի արժանապատվություն, որ ամրագրվեց հաղթանակներով։ Սա ընդամենը, ինչպես ասում են, կապիտալ է մեզ տրված, որը պետք է ավելացնենք ու զորացնենք, եթե ոչ պատերազմի դաշտում, պատերազմի օրերին, ապա խաղաղության ժամանակ, խաղաղ օրերին, գրչով, վրձինով, արվեստով ու մշակույթով, գիտությամբ,
ամրագրենք մեր հաղթանակները, ավելացնենք, զորացնենք մեր մտավոր կարողությունները և հասարակական կյանքը ավելի առողջացրած պահենք ու պահպանենք։ Ահա թե հաղթանակները մեզ այսօր ինչ են հուշում, ինչ են պատգամում, որ մենք պիտի միմիայն ավելացնենք և ոչինչ չպետք է պակասացնենք հաղթանակներից։ Եվ ուրեմն իզեն հայ ժողովուրդ, իզեն հայ երիտասարդ, մանուկներ, բոլորդ իզեն դեպի մտավոր գործունեության, դեպի աշխատանքի, դեպի հայրենակերման ու հայրենապաշտպանության։ Մենք պատահական չէ, որ տոնում ենք մեր մայիսյան հաղթանակները։ Եվ սա մեզ ոգևորում է, որովհետև շատ լավ գիտակցում ենք, որ հաղթանակները հեշտությամբ չեն տրվում։ Շատ լավ գիտակցում ենք, որ մեր ուժը մեր համախմբվածության մեջ է, որ մեր հաղթանակները մեր միասնականության մեջ են։ Մեկ անգամ ևս առիթից օգտվելով ուզում եմ բոլորի շնորհավորել և մեր վետերանների առջև գլուխ խորանել, որովհետև նրանց հաղթանակն է, որ նրանց հաղթանակի ոգին է, որ բերեց Շուշիի ազատագրման։ Եվ ես վստահ եմ, որ այս հաղթանակները մենք ձեզ հետ միասին փոխանցելու ենք մեր սերունդներին, որպեսզի մեր հանրապետությունում, մեր կյանքում հաղթանակները շատ լինեն։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոների կապակցությամբ։ Շնորհավոր։ Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակն է և Արցախյան ազատամարտի, այսինքն Շուշիի գրավման 23-ամյակը։ Հայ ժողովրդին և ամբողջ ժողովրդին շնորհավորում եմ, բացի հայ ժողովրդին, շնորհավորում եմ և նախկին Սովետական միության բոլոր պատերազմի մասնակիցներին և Հայաստանի Արցախյան ազատամարտի բոլոր ողջ հայ ժողովրդին, որովհետև բոլորը մասնակցել են ազատագրական այդ պայքարին և բոլորը ունեն ինչ-որ մի բան արված հայ ժողովրդի այդ հաղթանակի համար։ Շատ քչեր են մնացել այսօր հայրենական մեծ պատերազմի վետերաններից, շատ քիչ մարդիկ արդեն կան, ամեն տարի ես մոտ կոր աշխարհում նշում էի հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցների համար միջոցառում է անցկացում այսինքն, բայց այս տարի արդեն մոտ կոր աշխարհում չկա ոչ մի, արդեն բոլորը մահացել են, վերջի պատերազմի մասնակիցը մահացել է այս տարի։ Մեր մայիսյան եռատոնն է, այսօր 70-ամյակն է, հայրենական մեծ պատերազմի և մեր Շուշիի ազատագրման 23-րդ տարելիցն է։ Շնորհավորում եմ բոլորին, բոլոր վետերաններին, ովքեր դեռ կան, դեռ ապրում են, իրանց առողջություն։ Երեք։ Չաո։ Մեծ հայրենականի 70-ամյակի հոբելյանական մեդալներով պարգևատրվեցին պատերազմի վետերանները, հատկապես կին վետերաններին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անձամբ մոտեցավ, իսկ այն վետերաններն, ովքեր առողջական խնդիրներ ունեն և գտնվում են անկողնային ռեժիմում, մեդալները կստանան տանը։ Եվ ավանդույթի համաձայն պաշտոնական արարողություններից հետո ծաղիկներ խոնարհեցին անմահ զինվորի հուշարձանին։
5 տարեկան է, երբ փորս ճանապարհում էի մեր երեխաների հետ միասին բանակ։ Հիշում եմ պատերազմի սկիզբը եւ ավարտը։ Վետերաններին մաղթում էին համբերություն, առողջություն, լավ տրամադրություն։ Այսօրվա տոնը հայտնի է բոլորին։ Սա եռատոն է կոչվում։ Արցախյան հաղթանակի Շուշիի գրավման եւ Բերլինի գրավման հաղթանակները, որոնք նույն հաղթանակներն են նույն մագարտակին։ Եղավ երկու հայրենական պատերազմ, մեկը Հիտլերյան Գերմանիայի դեմ, մյուսն էլ Արցախի ազատագրման համար։ Բանի սամալյոտի ռազմեջիկ եմ ելել, աշխատել եմ պլանշետի վրա։ Այդտեղ պատերազմը դեռ չվերջացած, մեզ տարան Ճապոնիա։ Այնտեղ Նովոսիբիրսկում իմացանք, որ հաղթանակը պատերազմը վերջացել է։ Միջոցառման տոնականությունն ապահովված էր զինվորները հանդես եկան ցուցադրական ելույթներով, ապա ծայր առավ տոնական համերգը, պատերազմը, ապա նաև այդ պատերազմի փառահեղ հաղթանակը խորհրդանշող երգն ու պարը։ Նայնե Մաթևոսյան, Լիլիթ Ելչյան, Միք հեռուստաընկերություն։